Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ես նախ շնորհակալություն եմ հայտնում քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ խմբակցության գործընկերներիս ինձ այս պաշտոնում առաջադրելու համար եւ նաեւ Տիկին Մինասյանին եմ շնորհակալություն հայտնում ինձ ներկայացնելու համար։ Ես կփորձեմ շատ չարաշահել ձեր ժամանակը։ Եկեք սկզբից հնչած հարցերին անդրադառնամ, պարոն Ֆարմանյան, իմ կենսագրության մեջ ինչ գրած է, այդ կա։ Կարեն Կարապետյանի հետ, չգիտեմ, հարաբերությունների մակարդակը ոնց է գնահատել, ես հարգալից եմ վերաբերվել։ Ընդհանրապես բոլոր պետական պաշտոնյաներին, ում հետ աշխատել եմ, հարգալից եմ վերաբերվել ու նախկին պաշտոնյաներից շատերի հետ էլ մինչև հիմա լավ հարաբերություններ ունեմ։ Օրինակ Վաչե Գաբրելյանի հետ կարող է հանդիպենք, սուրճ խմենք, բաներ քննարկենք։ Իմ մոտ այդ բանը չկա, այդ կաշկանդվածությունը, այդ վախը, ու երևի պատճառն էլ այն է, որ պետական պաշտոնյաներին ու պետական ինստիտուտներին պիտի հարգանքով վերաբերվես ու այդ հարգանքը փոխադարձ լինի։ Ոչ թե ես երել եմ սրիկայի նման ինչ-որ մեկին սրիկա եմ անվանել, այլ երբ ես Կարեն Կարապետյանին հրավիրել եմ հարցազրույցի, փոխադարձ հարգանք այնքան մեծ եղել, որ ամբողջ կառավարության կազմով են եկել այդ հարցազրույցին մասնակցում։ Էս է եղել, այսինքն աշխատանքային գործունեություն, հա, մեկ էլ մի հանգամանք էլ կա, Տիկին Մինասյանը նշեց, որ ես ժամանակին հիմնադրել էի տեղեկատվական կայք, որը բացի տնտեսական լրատվությունից նաև տեղեկատվական բազաներ էր վաճառում ու հիմնականում ֆինանսական ոլորտի հետ ենք աշխատում եւ բավականին երկար ժամանակ կառավարությանն էլ է այն ժամանակ ներկայացել, որպեսզի որոշումները ավելի արդյունավետ լինեն, այդ համակարգը անգամ կառավարությանը կարող է պետք գալ, բայց հեղափոխությունից հետո այդ գործընթացը դադարեց, որովհետեւ ես չէի ուզում, որ որևէ շահերի բախում նկատվի այդտեղ։ Սա է ամբողջը։ Ինչ վերաբերում է պարոն Մանուկյանի հարցին, պարոն Մանուկյան, իրոք լավ հարց է, թե ինչու է տեղափոխվել, բայց այդ հարցը մենք քննարկել ենք հանձնաժողովների ստեղծման ժամանակ, բայց ձեր հարցի ձևակերպումը, որ ասում եք, եթե պարոն Թունյանը արդյունավետ աշխատող հանձնաժողովի նախագահներից մեկն էր, ինչու է տեղափոխվել այդ ոլորտները այլ հանձնաժողով, դա նախագահի անձի աշխատավոճի ու մնացած բաների հետ կապ չունի, բայց ես էլ եմ կարծում, որ կան ոլորտներ, էներգետիկան, հարկերը եւ այլն, որոնք պետք է նաև տնտեսական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում լինեն։ Այդպիսի շատ ոլորտներ կան, որտեղ որ տիրույթները խաչվում են։ Այսինքն, օրինակ, առողջության ապահովագրությունը, ինչքան առողջապահությանն է վերաբերվում, այնքան էլ վերաբերվում է օրինակ ֆինանսական ոլորտին։ Ու սենց մենք այդ դեպքերում կանոնակարգով հնարավորություն ունենք ստեղծել կոնկրետ նախագծերի համար ժամանակավոր հանձնաժողովներ, ու եթե տենց կարիք կլինի, դրանով կզբաղվենք։ Հիմա բուն ասելիքիս անցնեմ, տնտեսական վիճակի, իմ տեսլականների, ասելիք, չգիտեմ, հեռանկարների վերաբերյալ չեմ կենտրոնանա, որովհետև մենք նախընտրական շրջանում բավականին մանրամասն մեր նախորդ տարիների արդյունքներին անդրադարձել ենք եւ բացի դրանից էլ ընդամենը 10 օրից այս դահլիճում քննարկվելու է կառավարության ծրագիրը, որտեղ հնարավորություն կլինի այդ բոլոր հարցերին անդրադառնալ։ Սա մի պատճառ է, երկրորդ պատճառը ես հանձնաժողովի նախագահի դերին կամ պաշտոնին վերաբերում եմ որպես կազմակերպչական աշխատանք։ Այսինքն հանձնաժողովի նախագահը 105 պատգամավորներից մեկն է, որից ընդամենը մի բան է պահանջվում արդյունավետ կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները։ Տնտեսական իրավիճակի մասին զուտ կասեմ, որ մենք այժմ ունենք այլ իրավիճակ եւ մենք օգոստոսի 8-ից հետո լրիվ նոր իրականության մեջ ենք ապրում եւ այդ իրավիճակը, այդ նոր պայմանները մեր առջեւ նոր հնարավորություններ են բացում։ Եվ մեր խնդիրն է մաքսիմալ արդյունավետ օգտվել այդ հնարավորություններից։ Ու այս հարցում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև մյուս հանձնաժողովները պիտի կարողանան իրենց մասնակցությունը ունենալ այդ process-ի մեջ։ Մեր հանձնաժողովը, ինչպես Տիկին Մինասյանը նշեց, եղել է ամենածանրաբեռնված հանձնաժողովներից մեկը ավանդաբար։ Օրինակ,
8-րդ գումարման ազգային ժողովի ընթացքում, ազգային ժողովը մոտ 2300 նախագիծ է ընդունել, որից 563-ը բաժին է ընկել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին։ Առաջին տեղում եղել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ավելի քան 800 նախագծերով։ Նաև բացի դրանից մենք ունեցել ենք, ոչ թե բացի դրանից, այլ դրան զուգահեռ 130 հանձնաժողովի նիստ ենք անցկացրել, հերթական եւ արտահերթ, ունեցել ենք 254 աշխատանքային քննարկում, բաց եւ փակ, առանձին հանդիպումներ ենք ունեցել բազմաթիվ տնտեսվարողների, փորձագիտական շրջանակների հետ, լսումներ ենք կազմակերպել, ճեպազրույցների, ասուլիսների միջոցով փորձել ենք հանրությանը տեղեկացնել այն փոփոխությունների մասին, որոնք կատարվում են, այսինքն ինտենսիվ աշխատել ենք։ Իհարկե այդ աշխատանքներին ցավոք սրտի մեր ընդդիմությունը լիարժեք չի մասնակցել, անգամ ունեցել ենք պատգամավորներ, որոնք ընդհանրապես տարիների ընթացքում ոչ մի անգամ չեն մասնակցել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին, հույս ունեմ, որ հիմա մենք այդ սխալը կուղենք։ Ինչպես նշեցի, փաստացի արդեն 8-րդ տարին է, որ ես տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր եմ, մի մասը որպես նախագահ, մի մասը որպես տեղակալ, մի մասը որպես նախագահի պաշտոնակատար եւ կարծում եմ, որ հաջողվել է ինձ եւ իմ գործընկերներին մեր հանձնաժողովում ապահովել մաքսիմալ ներառական մասնակցային եւ արդյունավետ գործընթաց։ Ու կարծում եմ, որ մեզ այս անգամ էլ դա կհաջողվի ու ես կփորձեմ, եթե ընտրվեմ որպես հանձնաժողովի նախագահ, ավելի ակտիվացնել այդ գործընթացները, որտեղ ֆորմալ առումով, քանի որ ես հանձնաժողովի նախագահ չէի, դա որոշակի կաշկանդվածություններ հաղորդում իմ գործողություններին։ Ապագա անելիքները շատ են, դրանց վրա շատ չեմ կենտրոնանամ, մենակ մի քանի ուղղություն նշեմ, որոնք ինձ անձամբ շատ են հետաքրքրում եւ ինձ համար կարեւոր են։ Առաջինը ընդհանուր ազգային ժողովի վերլուծական կարողություններին է վերաբերում, որը հաստատ հարստացնելու կարիք կա։ Ես ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական վարչությանը, հատկապես իրավական փորձաքննությանը, որտեղ իրենք այս տարիների ընթացքում շատ մեծ օգուտ են մեզ տվել, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ խորհրդարանական երկրում խորհրդարանը պիտի շատ ավելի մեծ ռեսուրսներ ունենա եւ մի տարբերակ քննարկվել է նախնական ձևով, ասենք օրինակ ազգային ժողովը իր ամեն տարի հաստատած բյուջեից բացի ունենա որոշակի ֆոնդ, որը կարող է outsource-ով ուղղվել տնտեսական բնույթի հետազոտությունների անցկացմանը։ Այս գաղափարը շուտ բանից կա եւ եթե գործընկերները կողմ լինեն, կարող ենք իրար հետ աշխատել այս ուղղությամբ։ Երկրորդը, մենք ակտիվ աշխատել ենք տարբեր գործարար միությունների հետ, բիզնես ասոցիացիաների, գործարար միությունների, առևտրային պալատների, ունենք նաև աշխատանքային խումբ հատկապես ՓՄԶ հարցերով եւ կարծում եմ, որ այդ աշխատանքները պիտի ավելի ակտիվացնել։ Կներեք, բանի մասով էլ վերլուծական կարողությունների մասով էլ շատ կարևորում եմ տնտեսական հանձնաժողովի համագործակցությունը ոչ միայն փորձագիտական հանրության, այլ նաև ուսանողադասախոսական մեր հանրության հետ ու շատ օգտակար կլինի թե մեզ, թե մեր ուսանողներին, եթե իրենց վերլուծությունները, թեզերը համապատասխանեցնեն օրինակ տնտեսական օրակարգերին եւ իրենց չափով մասնակցություն ունենան այդ որոշումների կայացմանը։ Նաև մտածում եմ, որ պիտի ազգային ժողովում ստեղծենք բիզնեսի խնդիրներին արձագանքման խումբ, այդտեղ իհարկե էլի կարողությունների խնդիր կա, բայց կարծում եմ դա լուծելի հարց է եւ մարդու իրավունքների պաշտպանի հետ այս հարցը շատ են քննարկել ու այդտեղ շատ արդյունավետ կարող ենք իրար հետ համագործակցել։ Հաջորդը հետօրենսդրական մոնիտորինգն է։ Մենք ունենք բազմաթիվ օրենքներ, որոնք ընդունվել են 3 տարի առաջ, 4 տարի առաջ, այսինքն արդեն բավականին ժամանակ է անցել եւ պիտի դրանց արդյունավետությանը ավելի
ինստիտուցիոնալ նայենք եւ այս աշխատանքը լինելու է մեր ուշադրության կենտրոնում եւ նաեւ ամենակարևոր բաներից մեկը դա ճիշտ կոմունիկացիան է մեր հանրության հետ։ Շատ են լինում դեպքերը, երբ մարդիկ տեղեկացված չեն լինում ազգային ժողովում ընդունված կարևոր փոփոխությունների մասին եւ այդ մասին իմանում են միայն այն ժամանակ, երբ արդեն դա մտնում է ուժի մեջ եւ կպտում է օրինակ իրենց գրպանին։ Իհարկե այդտեղ բոլորս մեր մեղքի բաժին ունենք, միգուցե մենք դրա մասին շատ չենք խոսում, միգուցե մեր լրատվական դաշտի գործընկերները բավարար ուշադրություն չեն դարձնում, որովհետեւ ազգային ժողովում կարող է ընդունվել շատ կարևոր փոփոխություն, այդ օրը միջանցքում է թեթև միջադեպ լինի ու ամբողջ լրահոսը ողողված լինի այդ միջադեպի մասին լուրերով ու այդ մասին մարդիկ չիմանան։ Հետո արդեն գա երբ փոփոխությունը արդեն կոնկրետ ազդի մարդկանց կյանքի վրա զարմանան թե ինչի այդ մասին չգիտեն։ Եվ վերջապես այլ հանձնաժողովների հետ, ինչպես նշեցի պարոն Մանուկյանի հարցին պատասխանելիս, պիտի ակտիվ աշխատենք։ Օրինակ երեք լսում էի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահի տեխնացուի քննարկման ժամանակ շատ էին հարցերը գնումների ոլորտից, բայց գնումները տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տիրույթում են, եթե հարցեր լինեն, այդ առումով էլ կպատասխանեմ։ Եթե ամփոփեմ խոսքս, մենք հակված ենք գործընկերային, կառուցողական ակտիվ աշխատանքի իշահ մեր երկրի եւ մեր ժողովրդի եւ դա անելու ենք, եթե ընդդիմադիր գործընկերները այդ հարցում մասնակից կլինեն, շատ ավելի լավ, եթե չեն լինի, մենք անցած 5 տարիների փորձ ունենք ինքնուրույն այդ խնդիրները լուծելու։ Շնորհակալություն, եթե հարցը լինեն կպատասխանեմ։ Հարցերի